Այդ մի ժամը ես եմ քեզ տալիս, որ գնաս ու գտնես երեխուս։ Ես կապ չունեմ երեխուս անհետացման հետ, չփորձես քո անփութությունն ինձ վրա գցել։ Աստված գիտի, թե ոնց ես վերաբերվել այդ մի մատ երեխուն, որ թողել ու փախել ա տնից։ Հենց նոր դատարանի ու ոստիկանության անուններից չէ տալիս։ Դե ուրեմն հիմա շուտ գնա ու դիմի, որովհետև եթե դու դա չանես, ես եմ անելու քո փոխարեն։ Հանգստացի մի տարի, արինստի։ Մի րոպե ես հիմա քեզ ջուր կբերեմ։ Ինչ։ Ամեն ինչ կարգին, հա? Yeah. Լավ, Սակո, ինչ ես նեղում։ Եթե հարցս փորձեմ 1000 մի ձևով փոխեմ, դրանից բովանդակությունը չի փոխվելու։ Ես իրավունք ունեմ, չէ, անհանգստանալու։ Իրավունք ունեմ վախենալու քո ու քեզ շրջապատող մարդկանց համար։ Ինչ ես երեխու պես նեղանում։ Ոնց որ թե դու չէիր այն օրը Սոնային խեղդում։ Հիմա ինչ վախը սրտումդ պիտի ապրես, հա? Վերջ։ Հիմա ինչ էլ անեմ, մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Բարև ձեզ։ Ոնց ես, Սոնա ջան։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Ես եկել եք իրերը հավաքեք։ Ինչի համար։ Չէ, մամ, ուղղակի հիվանդանոցից տուն ենք եկել։ Տանը ուտելու ինչ-որ մի բան կա, Սոնային ասել են, որ պիտի լավ սնվես։ Ես ուղղակի մտածում եմ, որ էլ չեք գալու։ Հա, հիմա կպատրաստեմ։ Սոնա ջան, ես Ինչ որ բան եք ուզում ասել։ Չէ, ուղղակի։ Ես էլ գնամ փոխվեմ։ Ինչի տենց բան արեցիր։ Սոնան ես չի, որ ուզում էի հորս նեղացնեի։ Ուղղակի ավտոմատ ստացվեց։ Ավելի լավ է ես բարձրանամ վերև ու պարկեմ, քո հետ խոսալը անիմաստ է, անուղելի ես։ Ես երբեք չէի մտածի, որ կարող եմ մի օր հետդ այս ձևով խոսամ, բայց հիմա մեր երկուսի մեջից ամաչողը դու պիտի լինես։ Ամբողջ կյանքում գլուխս բարձր հպարտ ման եմ եկել, որովհետև Ադամյան Սակոյի տղեն եմ։ Իսկ հիմա ամաչում եմ, որ քո հետ կապ ունեմ։ Հետո այն Սակո, որ այդ լալան Ավրամին տրամադրում քո դեմ։
Չգիտես ինչի, Վրամը միանգամից ու կտրուկ դուրս եկավ քո դեմ։ Ամեն մի փոքր առիթից վեճ էր սարքում։ Չարությամբ սկսեց լսվել քո դեմ։ Ու ինչի՞։ Որովհետև հասկացել է, որ անձամբ քո դեմ չի կարող գործել, որոշել է երեխեքիդ միջոցով վրեժը լուծել։ Չէ, Անիկ, չեմ կարծում այդքան հեռուն գնար։ Սակո, չմիամիտ ես, ասեմ ավելին, արդեն գնացել է։ Սկզբում Նարեի հետ էր կապի մեջ, հիմա էլ Վրամի։ Երեխեքիդ քո դեմ է տրամադրում։ Տունը ներսից է քանդում, որ քեզ կործանված տեսնի։ Նույնիսկ երեխեքին չի խղճում։ Ոչ մի բանի առաջ կանգ չի առնի այդ աղջիկը։ Այնքան չարացած ու լցված է քո հանդեպ, որ իր համար կարևոր չի թե ինչ միջոցներով, մենակ թե քեզ ծնկի իջացնի։ Հորքուր, խմի հանգստացի։ Ճիշտ հասկացա, որ տեքորդ կինն էր ու հիմա երեխան իրա մոտ է։ Հա, ինքն էր։ Նարա, ես միշտ տառապել եմ երեխուս համար, բայց չգիտեմ ինչի վստահ եմ եղել, որ ինքն այնտեղ երջանիկ է։ Այն էլ պարզվում է, որ ոչ միայն երջանիկ չի, այլև այնքան վատ ամեն ինչ, որ տնից փախել է։ Ոնց բա հիմա ինչ է լինելու։ Չգիտեմ, բայց ես պիտի գտնեմ։ Չգիտեմ ուր կլինի։ Պիտի գտնեմ երեխուս, բայց որտեղ եմ փնտրելու գաղափար չունեմ։ Հենց հարցը վերաբերում է երեխուս, ես ինձ կորցնում եմ ու մոլորվում։ Պիտի խոսանք մամ։ Գիտեմ, որ երեկվանից հետո մի քիչ նեղված ես ինձնից։ Բայց ուզում եմ ասեմ, որ իմ համար էլ հեշտ չի։ Այսօր շատ քիչ էր մնում, որ ես ու Սոնան բաժանվեինք մամ։ Որովհետև ամեն դեպքում ես որոշել էի, որ այս տանը պիտի մնամ։ Ու Սոնայի կյանքն էլ չէի վտանգի, Եթե ինչ։ Ինչը քեզ դիպեց որոշումդ փոխես, որ կնոջդ կյանքը վտանգես ու մեր տուն բերես։ Մամ, Սոնան հղի է։ Ինքը չգիտի մեր երեկվա խոսակցության մասին, բայց ես ու ինքն էլ այսօր շատ ծանր խոսակցություն ենք ունեցել։ Մամ, եթե երեխու պահը չլիներ, ես իմ մասին չէի մտածի։ Ու Սոնային էլ կստիպեի, որ գնար հոր տուն։ Ուղղակի հիմա շատ բան է փոխվում։ Ընդհանրապես սենց լուրեր այնքան սպասված են լինում, բայց դու դրա մասին այնքան մտահոգ ես խոսում, բալես։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ
Ուղղակի ինձ սխալ հանելու համար այս իրականությունից կտրվում ես, մամ։ Ոնց մտահոգ չխոսամ, մամ։ Նարեն վառ օրինակ է քո համար։ Սոնայի հանդեպ քիչ է պապան սխալ քայլեր արել։ Ես այս պահին մենակ քո հետ եմ կարողանում խոսել, մամ։ Ու խնդրում եմ քեզ, որ այս նեղացած վիճակները մի կողմ դնես ու օգնես ինձ։ Դու շատ լավ հասկանում ես ինչքան լուրջ է ամեն ինչ, մամ։ Ու եթե ես ընտրում եմ այս տան մեջ մնալը, ուրեմն դու էլ իմ հետ հավասար պիտի պայքարես, պիտի Սոնայի կողքը լինես ու մենակ չթողնես։ Մամ ջան, ես ամեն վայրկյան, ամեն րոպե չեմ կարա տանը լինեմ, բայց պիտի խնդրեմ, որ դու լինես։ Եթե պապան իմանա Սոնայի հղիության մասին, ոչ մեկը չի կարա երաշխավորի, որ Սոնային կամ էլ երեխուն վտանգ չի սպառնա։ Փորձը ցույց է տալիս, որ կապ չունի, որ այդ երեխեքը մերն են, մամ։ Կարևորը, որ Աշոտի տան հետ կապ ունեն։ Չգիտեմ, ես Սոնայի հետ կխոսամ, իրանք ասեն, որ պապային ոչ մի բան չասի։ Տենց ավելի պաշտպանված կլինեն, Սոնան էլ երեխեն էլ։ Մեկը չեմ հասկանում։ Ոնց կարա դուրս գրվի ու մեզ չասի։ Գոնե ինձ ասեր։ Կարող ես սկսել ինձ էլ չվստահել։ Դրա համար պետք է այս անգամ Սոնային չլսենք։ Ես քերի հետ կխոսամ, հասկանամ ինչ ենք անելու։ Բայց մեկը բան չի փոխվում, չէ՞ մեր խոսակցությունից։ Չէ, Սոնան ամիքո։ բարձրախոսը մի ասրում։ Լիլիթ, ասում եմ բարձրախոսը մի ասրում։ Բայց Ալո, Սոն։ Լիլ, ո՞նց ես։ Դե ո՞նց պետքա լինենք։ Ես ու Միքոն գնացել էինք հիվանդանոց, իմացանք, որ այնտեղ չես։ Քո արած, գոնե զգուշացնեիր, զանգում եմ, չես պատասխանում։ Ուղղակի ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Ամեն ինչ կարգին է, ես էլ լավ եմ։ Վայ, իմացել ես, չէ՞ որ պապատ ուզում է քեզ հետ բերի տուն։ Ինչ ես մտածում դրա մասին։ Ես չեմ եկել ես տուն, որ մի օր գնամ։ Էս իմ տունն է, Վռամն էլ իմ ընտանիքն է։ Բայց Վռամի պապան։ Լավ է, Լիլ, ես Վռամի պապային շատ լավ ճանաչում եմ։ Ու ինքը այն հրեշը չի, ինչ որ դուք եք պատկերացնում։ Հրեշ չի, բայց հիվանդանոցում է իր։ Գիտես, արդեն հոգնել եմ այս պատմությունից։ Ոչ մեկի չի հետաքրքրում այն ինչ որ ես եմ ասում, ամեն մեկը թիրովի ձեր պատմությունն եք հորինել։ Սոնա ջան, նորմալ է, անհանգստանում ենք։ Ու ասեմ, որ պապատ եթե մտքին դրել է, որ քեզ հետ բերի, հաստատ մի բան կանի այդ ամեն ինչը։ Ու կներես, բայց ես էլ եմ շատ վախենում քո համար։ Եթե հանկարծ պապատ հաստատ որոշի, որ տենց անելու, ես իրա կողքն եմ լինելու ու օգնելու եմ։ Ոչ դու, ոչ պապան, ոչ էլ ինչ որ մեկը այդ քայլը չի կարա անի։ Էն էլ հիմա։ Էն էլ հիմա։ Լիլ, ես հղի եմ։ Հե՞։ Զանգել էի, որ այդ լավ լուրը քեզ ասեի, բայց ոնց հասկանում եմ դու քո պլաններ ունեիր։ Սաքո, ուտելիքը արդեն պատրաստ է, հեսա սեղանը կգցեմ։ Սաքո, լավ ես։
Չգիտեմ, Նարե, չեմ կարող հանգիստ նստել, սպասել։ Երդվում եմ, չգիտեմ ուր եմ գնալու, բայց երեխես 5 տարեկան է, ամեն պահի ինչ-որ անդառնալի բան կարող է լինել։ Հարքուր, բայց եթե չգիտես որտեղ ես փնտրելու, ինչի համար ես գնում։ Չգիտեմ, Նարե, չգիտեմ։ Բայց ինձ թվում է տնից հեռու չէր գնա։ Եթե հանկարծ տեսնեմ, որ էլ ոչ մի տարբերակ չկա, երևի ոստիկանություն կգնամ։ Ոնց, բա որ այդ դեպքում ամեն ինչ քո դեմ դասավորվի։ Ինձ համար երեխուս անվտանգությունից ավելի կարևոր բան չկա։ Լուրջ ես ասում։ Չեմ հավատում, երբ ես իմացել ղիության մասին։ Վայ, ես հիմա մորքուր եմ դառնալու։ Դե հա։ Սոն, այս վերջին օրերի ամենալավ լուրն էր։ Վայ, շատ եմ ուրախացել, շնորհավոր։ Լիլի, ես գիտեի, որ դու ինձ հետ հավասար ուրախանալու ես։ Ուղղակի ափսոս, որ մենակ դու ես ուրախանալու այդ լուրից։ Վայ, տենց մի ասա։ Ասում եմ, այն ինչ որ կա։ Ու ես եմ պատճառն է հանուն, որի ես վրամին չեմ թողնելու։ Լավ, Լիլի, ես քեզ հետո կզանգեմ։ Խանգարեցի։ Չէ, արդեն վերջացնում էի։ Ոնց ես։ Լավ եմ։ Ավելի ճիշտ, լավ ենք։ Սոն, ես դուրս եմ գալիս, օֆիս պիտի գնամ, բայց մամային ասել եմ, որ քո հանդեպ շատ ուշադիր լինի։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, մամային հանգիստ ասա, հա։ Կամ կարաս ինձ զանգես։ Կլինի այդքան չանհանգստանաս, ամեն ինչ լավ է, ես լավ եմ։ Հա, Սոն ջան, բայց ամեն դեպքում հեռախոսից շատ ուշադիր եղի, որովհետև զանգելու եմ շուշուտ եղավ։ Ալո։ Սաթի ինչ նորություն կա։ Ասա, որ գտել եք երեխուն։ Չէ, չեմ գտել ու արդեն հույսս կորցնում եմ, չգիտեմ ինչ անեմ։ Ես չեմ հասկանում, այդ ինչ ես արել, որ երեխես փախել ա տնից։ Նեղացած ա եղել, քեզնից վատ ես վերաբերվել։ Այդ քեզ չի վերաբերվում։ Ես կգտնեմ երեխուն ու դու մի խառնվի ու էլ մի զանգի։ Սխալ էր հետդ խոսել ու քեզ ինչ-որ բան ասել։ Եթե դու չլիներ, ես հիմա նման պատմության մեջ չէի ընկնի։ Եթե անգամ ես ջղայնացել եմ երեխու վրա, եթե անգամ նեղացել ա ինձնից, դա քեզ չի վերաբերվում, որովհետև այդ երեխան իմն ա լալա։ Հիմա իմն ու քոնն անելու ժամանակը չի, թող քեզ հետ ապրեր, բայց ապահով լիներ։ Լավ, ես հիմա անիմաստ ժամանակ եմ կորցնում։ Ես խոստանում եմ։ Իմ երեխուն գտնելու եմ ամեն գնով, բայց դուք իր դեմքն անգամ չեք տեսնելու։ Այսինքն, լալա մի րոպե։ Սոնա ջան, ես աղցանից էլ փորձի շատ համով եմ։ Այս բյուրը էլ։ Ես ջուր եմ ուզում, ձեզ է բերեմ։ Ես կուզեմ։ Ոնց ես, Սոնա ջան։ Լավ եմ։ Իրականում ես ուզում եի քեզ հետ խոսել։ Ես ուզում եմ, որ դու չմտածես այն ինչ արել եմ դիտավորյալ եմ արել կամ ինձնից սկսես զգուշանալ։ Բայց ես երբ եմ ձեզնից զգուշացել։ Գիտեք, մեր հարաբերությունները երբեք էլ լավ չեն եղել։
Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչ պատմություններ կան մեր ընտանիքների միջև։ Բայց հիմա մենք մի ընտանիք ենք։ Ու ինչքան էլ բարկացած լինեմ կամ նեղվեմ, ես ոչ մեկին դատելու իրավունք չունեմ, ոչ ձեզ, ոչ էլ ուրիշ մեկին։ Դու որ հիվանդանոց էիր ընկել, բոլորը մտածում էին, որ Բոլորը չեն տեսել այն ինչ որ ես եմ տեսել։ Իրենք չգիտեն, թե իրավիճակը ոնց է եղել։ Բայց ես գիտեմ, որ դուք մտածված ոչ մի վատ բան չեք արել։ փաստորեն դու ինձ հավատում ես։ Ես շատ լավ գիտեմ, թե դուք ինչ դեղեր եք խմել ու այդ դեղերը ինչ կարող են անել մարդու հետ։ Բնականաբար ես ձեզ հավատում եմ ու վստահում եմ։ Ու հասկանում եմ, որ ձեր արարքների մեջ ոչ մի դիտավորություն չի եղել։ Ինձ հաց կտակ։ Սաքու, ինչ ես անում։ Դուր։ Սոնա ջան, նայ, այս հացը տեսքից ավելի լավն է։ Էս ավելի լավն է։ Ինչի լարվեց Իրանիկ։ Դրա մեջ էլ վտանգ տեսար։ Ամեն ինչ նորմալ է։ Ասա։ Պարոն Ադեմյան, Անժելան է։ Ես ամեն ինչից տեղյակ եմ։ Լուսինեն ասաց, որ ես ձեզ զանգեմ։ Օֆիսում լուրջ խնդիրներ ունենք։ Մի ժամ առաջ բավականին մեծ գումար է կանխիկացվել օֆիսի հաշվի համարից, ձեր հոր անունով։ Խնդիրն այն է, որ այդ գումարը մենք պետքա փոխանցենք Վրաստանի մեր գործընկերոջը։ Ու հիմա չգիտենք ինչ անենք։ Մի քանի տոննա ապրանքի գումար էր։ Արմոյից նորություն չունես։ Չէ, չունենք։ Լավ, սպասեք իմ զանգին։ Բայց ապրանքի տերերը մեր պատասխանին են սպասում։ Հասկացանք, ասում եմ սպասեք իմ զանգին։ Դու իմ փաստաթղթերը սարքի վերջացրու, իմացի մի բան էլ լավ էլ հաշվիդ կնստի, երբ սահմանն անցնեմ։ Դու մենակ արագացրու։ Այդքան վստահ ես, որ հասցնելու ես այդ սահմանն անցնես։ Էդ ուր ես ուզում փախնես արա, հմ։ Սև գործերը տարել վերջացրել ես, հիմա էլ ուզում ես երկրից թռնես։ Ու մտածում էիր այդքան անճարեմ չեմ գտնելու քեզ, հա։ Ինչի ես եկել։ Ուզածդ ինչա։ Ասում եմ ինչի ես եկել, ուզածդ ինչա։ Ոչ ես ձեր հետ գործ ունեմ, ոչ էլ առավել եւս ուզում եմ, որ դուք իմ հետ գործ ունենաք։ Ամբողջ կյանքս փչացրեցիք, հիմա էլ ընկել եք հետևիցս։ Թե կարող է սև գործերն հայտնվել, որոշել եք Արմոյին հիշեք։ Հանգստացի այդ տղա տենց արագ-արագ խոսալով չի է։ Թե առաջինն ես խոսում, որ ես քեզ ոչ մի բան չասեմ։ Թե մտածում էիր չէի իմանալու ինչ ես արել։ Ու այդ ինչ եմ արել։ Կասես ես էլ իմանամ։ Համ չգիտես ինչ ես արել, համ էլ ուզում ես երկրից թռնես։ Ինչ անում եմ, լավ եմ անում, ես ոչ մեկիդ հաշվետու չեմ։ Ուրեմն հենց հիմա ուշադիր ինձ ես լսում այդ տղա։ Այդ բեռնատարները չգիտեն որտեղից բերում կանգնացնում ես օֆիսի բակում։ Այդ գումարները, որ կանխիկացրել ես, մի օրվա մեջ նստում է օֆիսի հաշվին, հասկացար։ Ու եթե այս օրվա ընթացքում էլի ինչ որ մի բան կորեց օֆիսից, պակասեց, ես քեզ թաղելու եմ, հասկացար։ Սաքո, ինչ որ բան է եղել։
Ոչ։ Բա ինչ ես մի տեսակ։ Ես թե դու։ Չեմ հասկանում քեզ։ Ինձ թվում է, թե վերաբերմունքդ փոխվել է Սոնայի հանդեպ։ Առաջ դու այդ աղջկան օր ու արև չէիր տալիս։ Ինչ էր։ Տվածս մի կտոր հաց էր։ Թե էլի վախենում ես, որ ինչ-որ բան կարող անեմ։ Սակո, ինչից ես նեղվում։ Մարդը իր տեսածից է վախենում։ Ու հա, ին վերաբերմունքը փոխվել է Սոնայի նկատմամբ։ Որովհետև այն ինչ ես մտածում էի, լրիվ ուրիշ է։ Այդ աղջկա նպատակները լրիվ ուրիշ են։ Ու հա, ես սխալվել եմ այդ աղջկա հարցում։ Հիմա էլ փորձում եմ սխալս ուղղեմ։ Վատ բան եմ անում։ Այդքանը։ Հա։ Լավ։ Գոհեղի այսքան առածներիցդ հետո սենց հանգիստ եմ խոսում հետդ Արմո, որովհետև դու ունենց բան ես արել, որ քեզ հենց տե թաղեմ էլ ինձ մեղավոր չեմ զգալու։ Ես չեմ հասկանում, գնացել չպրծած ձեզանից։ Ինչ փող, ինչ բեռնատար։ Քեզ անհասկացողի տեղ մի դիր, այդ տղա այդ քեզ չի փրկելու։ Ինչ եմ արել, կոնկրետ բան կասես հասկանամ։ Ուզում ես ասես, որ դու ընդհանրապես տեղյակ չես, հա, հորս սովորական հանգստացնող դեղերը ոնց տես, մի անգամից փոխվեց հոգեմ այդ դեղերի։ Չգիտես հերս այդ վատ վիճակում ոնց է, այդքան թուղթ ստորագրել, որի շնորհիվ էլ օֆիսը մաս-մաս ծախում ու քեզնով ես անում, այդ տղա։ Ես այդ դեղերի մասով ոչ մի բան չգիտեմ ու ոչ էլ հետաքրքիր է։ Թղթերը հերդ է ստորագրել ու այդ իր որոշումն է եղել։ Արմո հերս քանի ամիս այս գործերով չի զբաղվում։ Լավա դու ես քո աչքով տեսել, որ հորդ ստորագրությունն է այդ թղթերի տակ։ Վրամ ես ինչքան էլ հորդ հարգեմ, բայց փաստը մնում է փաստ, որ ձյաց սակոն հոգեկան խնդիրներ ունի։ Ուրեմն ուշադիր ինձ ես լսում, այդ տղա։ Քեզ մի շաբաթ ժամանակ եմ տալիս, ինչ օֆիսից տարել ես, բերում ես հերթով հետ ես դնում տեղը, հասկացար։ Գոհեղի, որ այսքան առածներիցդ հետո ողջ ես մնացել Արմո։ Բայց եթե ես մի շաբաթվա ընթացքում ինչ տարել ես, չբերես ու հետ չդնես տեղը, ձերոնք քո մասին շատ վատ բաներ են լսելու։ Ես հորը տարածների համար պատասխանատու չեմ։ Գնա ու հարցերդ գիժ հորդ հետ պարզի։ Քուրդ սրանից նրանից երեխա ունենում, դու քնում մեկ էլ արթնանում ես, հիշում ես, որ օֆիս կա, գործ կա։ Ու այդ ամեն ինչի արանքում կուժն ու կուլեն Արմոյի գլխին է կոտրվում, հորա։ Արմո! Ուր ես այ անասունը, տես մեծ խոսում ես։ Կարաս դուրս գաս պատասխան տաս ասածներիդ համար։ Արմո! Խնդրում եմ, աբա պատասխանի։ Խնդրում եմ։ Ամենակարևոր բանը հիշի։ Սոնայի մազը չպետք է ծառվի։ Սպասում եք այնքան, միջև տնից դուրս գա։ Ավելի օրդ աղմուկ չեք անում։
Դու ալ գիտես բոլոր ձևերը գոռում։ Քերի, բայց Չի քննարկվում ոչ մի բան։ Ինչ անեմ հիմա։ Մտեք։ Քո համար միրգ եմ բերել, Սոնա ջան։ Այդպես մի նայ, ես արդեն գիտեմ։ Շնորհավորում եմ քեզ, Սոնա ջան։ Վերջապես այս տան վրա է լույս կիջնի։ Երկու երեխեքիս վրա օրնանք ա եկել ու հույս ունեմ այդ երեխեքի ծնունդով շատ բան կփոխվի։ Շնորհակալ եմ մրգի համար։ Ես հասկանում եմ, որ իմ պահվածքը քո համար տարօրինակ է։ Գիտես, սկզբում ամեն շատ լավ էր։ Ես այնքան ուրախ էի, Աստված վկա։ Հատկապես այն դեպքից հետո, երբ դու Ռամին նոր կյանք տվեցիր։ Բայց ես ապերախտ գտնվեցի։ Դե հասկանում ես, դու տեսնում ես, որ ես վախի մեջ էի ապրում։ Մտածում էի ընտանիքիս մասին։ Դու ակի հերթական մեկն էիր թշնամու տնից, որը եկել է այս տուն, որ կործանի ընտանիքս։ Բայց այս վերջին դեպքից հետո այնքան բան փոխվեց ներսումս։ Այնքան բան եմ վերարժևորել։ Անկեղծ ասեմ քեզ, ես մտածում էի, որ դու երբ հարվածելու առիթ լինի, առաջինը քարը կվերցնես։ Բայց ես սխալվեցի։ Ամուչի չէ սխալվելը։ Ավելի վատ է, երբ մարդը չի ընդունում իր սխալը։ Ուղղակի ուզում եմ վստահ լինես, որ կարող ես ինձ վրա հույս դնել ու ցանկացած հարցով դիմել ինձ։ Հուսով եմ իրար հասկացանք։ Հասկացա, քերի։ Ամեն ինչ քո սրտով կլինի։ Բարեցես։ Բարև Միքո ջան։ Վերջ։ Ազատ ես։ Գնա ու ամեն ինչ անես կազմակերպի, որ ուշադրություն չգրավես։ Հենց հիմա։ Հասկացա, քերի։ քերի տենց ճիշտ չի։ Եթե ես եմ որոշում։ Իսկ համոզված ես, որ հետո չես փոշմանելու։ Հայկ, վերջ։ Էս ինչ հաշիվ է։